Այս պետությունը միշտ խոշտանգումներ է, միշտ է լինելու է։ Դուք եք։ Բարև։ Խնդրում ես դուք ինչ լրատվական։ Արցախ 24-ին ֆորվարդական կայքն է, հավատարմագրված դատախազությունը 001 հավատարմագրության համար։ Ձեր անունը Եգանյան, Մարատ, այո։ Կարող ենք հանջատինք խոսել։ Հանրային երաժշտության շրջանակներում եկան տեսնանք մեր համակարգացու բողոքը, մեր մարդու իրավունքների եվրոպական դատարանը ասում է դեպքերում անհապաղ Հանգիստ։ Անհապաղ։ Ես որպես լրատվության շրջանակներում եկա։ Ձեր այդ էմոցիաները մի կողմ տերեցեք։ Ինձ չի որ շփոթ պետության հետ ավելի շատ եք մտածում, ձեր լրատվական կայքով, քան մենք։ Դուք նախքան մարդկանց ՆՀ-դ վերաբերվել եք, մի հատ ուսումնասիրեցեք, տեսեք այդ հյուր կողքով եկալ։ Ինչ հարցավ։ Մի րոպե, մենք նույնիսկ էմոցիաները բարձր տոնով խոսումս իբրև քո արածը եւ քո նմանների արածը իմ ավելի շատական Ես շատ լավ գիտեմ, ձեզ ուսումնասիրել եմ, դուք իրավունք չունիք, դուք ներեք խոժան ստեղ այս պահին, հարգելի հասարակություն, ես հասկանում եմ, Եգանյանն էլ եմ հասկանում, իրան ոչ ունել գիտեմ, ուսումնասիրել եմ, այս պահին ինքը պարավացիրը վտանում, ինքը թույլ է տալիս համարյա հանցագործության հավասար գործողություն, ներախոժում պետական կառույց, ինքը, ես այս պահին կարիմ, ես դաժե ժամանակա որ վերցնեմ ինչ-որ բենել անիմ։ Խնդրին, դավայց երկալիք եթե ուզում եկեք իմ անունս Դավթյան Դավիթ է։ Ինձ եկել է պարոն Դավթյան, ես պրավոկացիա է։ Ես ձեզնատ չեմ խոսալ, ձեր անունը ոնց է։ Գրիգորյան Արտուր։ Գրիգորյան Արտուր, ձեզ օգտագործում են, շահարկում են։ Նման լավս, պախե ինչ չդիմել։ Ինքը ինձան ավելի հայրենասեր է։ Ինքը ինձան ավելի հայրենասեր։ Դուք ճանաչում եք ինձ։ Իրանք ուղղակի օգտագործելով որոշակի հատվածի ոչ տեղեկատվական այդ բանի պատրաստություն, հիմա իրանք պարավացիը վտնան, նաև նույնիսկ ինչ, որպես պաշտոնատար անձ, ես կարող եմ ինչ-որ բան, այս պահին ինչ-որ բան են չմասում, իրանք կանի ես խնդրում Ես ուզում եմ մի հատ հարցը խնդրեմ, իսկ դու քո արածը դտը, ոչ դուք հատ խոսեցիք Ես ինձ կներեք մի րոպե, ես իմ հարց պատասխանը ստանամ, ու ես գնում եմ, էլ հավաքնում եմ գնամ, ինձ Եվ խնդրեմ, դուք ես դիմում եմ հասնել, որ ոստիկանության աշխատողները իմ անչափահաս երեխի դեմ, իրանց հանդեպ, մեկ էլ իմ հանդեպ, բռնի ուժ են գործադրել, երեխեքի ձեռից հեռախոսները խլել են, մեջի ինչ կա ջնջել են նկարահանումներ, ինձ ձեռնաշխտաները գցել են պատժախուց Ժամը 4-ին առավոտն են բաց թողել։ Պատճառը ինչու՞մն է։ Հանցագործություն են կատարել։ Ոնց է ձեր անունը։ Գրիգորյան Արտուր։ Պարոն Գրիգորյան, եթե ձեր ասածը լրիվությամբ համապատասխանում է իրականությանը, այդ մարդիկ հանցագործություն են կատարել եւ պատասխան է տալու համապատասխան Այս պահին ես չեմ ինչու՞ չի դատախազությունը դիմում են գրել։ Ես գնացել եմ որ վնասվածքները ստուգեն, առանց տեղեկատվի направлению չեն ընդունում։ Ես հենց հիմա եկեք բարձրանում եք կազմենել, իսկ դուք պարոն Եգանյան, եթե իմ ասածների մեջ որևիցե հատված կտրեք, ծակակալ անեք, ներկայացնեք, դուք դրա համար պատասխան եք դրան։ Լրիվությամբ։ Համապատասխան մարդու պատասխանատա։ Մարդու իրավունքների անհապաղ։ Ես այդ կճշտիկ ես այս պահին իրավասու չեմ Պարոն Եգանյան, ես պատասխանեմ տամ իմ իրավասության սահմանները Իրան դիմում ես իրավասության սահմաններում Ոչ Իմ իրավասության սահմանները որ ես տարածքի դուք ներ չխուժիք Ես ստեղ օրինական ձևով Որա օրինական Եթե օրինականների ես պտի տեղյակ լինի Մամլոցարայության պետեցինի տեղյակ լինի Ոստիկանության աշխատողը Քեզ օգտագործում են ցավը կներեք, 1000 Այո
Ես մնացածի նման ուրիշի տակի ձերքի Հավը, եթե դու եք տղան ես հավը։ Ես ուրիշի տակի Այս ձևը, այս լրիվ նոր ձև է։ Սա Ղարաբաղյան հայկական ձև չի։ Ոստիկանության աշխատողը, անվտանգության աշխատողը հարցրել է, ուր եք գնում, ասել են գնում են ընդունարը։ Նու այս մարդն է եկան մարապետ ասել։ Ես գիտեմ, եկան ես էլ նկարահանում եմ։ Կարող է մենք բռնի ուժով մտել ենք ստեղ։ Եկ բարձրանանք, շնորհակալություն պարոն Եկանյան, բայց խնդրում եմ լրիվությամբ, մի հատված բաց չթողեք։ Սույն թվականի սեպտեմբերի 14-ին ես Արտուար Մոյզ Գրիգորյանս գրավոր դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության դատախազությանը։ Այն մասին, որ սեպտեմբերի 11-ին իմ հանդեպ ոստիկանության աշխատողները Ստեփանակերտ քաղաքի իմ երեխեքի առջև բռնի ուժ են գործադրել մարմնից տարբեր մասերին հարվածներ են հասցրել, ձեռքերս շղթայել եւ գցել խուցը։ Մինչև այսօր սեպտեմբերի 17-ը ոչ դատախազության աշխատողները ոչ էլ ոչ մեկ այդ գործին ընթացք չի տալիս։ Բայց օրենքից ելնելով իրանք պետք է այդ դեպքերում անհապաղ ուղեգիր տային ինձ, որպեսզի ես գնայեմ դատաբժշկական եզրակացություն անցնեին։ Իմ մարմնից վրա վնասվածքները գրանցեին դատաբժշկի եզրակացության մեջ։ Ելնելով դրանից, ես ստիպված նորից դիմել եմ Artsakh24.info լրատվական կայքին, որպեսզի իմ հետ այցելի դատախազություն ու իմ տված հարցերիս, պահանջներիս պատասխանը նկարահանը, լուսաբանը։ Մտել ենք դատախազություն, ոստիկանության աշխատողը հարցրեց ուր եք գնում, ես ասել եմ մտնում եմ ընդհանուր բաժին, իսկ նկարահանողը ասել է ես էլ մտնում եմ իր հետ, որպեսզի նկարահանում։ Մեզ ընդդեմ ընդունել են ոնց որ թուրքը խոզի մսին նայի, դուք իրավունք չունեք, ներեք խուժել, ես է կարել, են է կարել։ Բանից էլ նմա, եթե դատախազության աշխատողներն են այդ ձևի վերաբերում ցուցաբերում Արցախի Հանրապետության քաղաքացու հանդեպ, ոստիկանությունից ինչ ենք մենք սպասում։ Ես էլի եմ ասում, ոչ մեկի հանդեպ, ոչ դատախազության հանդեպ, ոչ մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ, ոչ ոստիկանության հանդեպ, ոչ դատարանների հանդեպ, ես տեղ հավատ չեմ ներշնչում, այսքան ժողովուրդ։ 2008 թվին ես որպես վերաբնակիչ Հայաստանի Հանրապետությունից վերաբնակվել եմ Արցախի Հանրապետություն։ 10 տարվա ընթացքում պետք է պետությունը ինձ տրամադրեր տուն։ 10 տարին որով անցել է, 12 տարի անցել։ 2 տարի է ես պայքարում եմ, որ այդ հարցին լուծումը տան, մինչև այսօր չեն տալիս։ Այս 2 օրը ես իմ երեխեքիս վեկալում եմ Արցախի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունը լքում եմ։ Քանի որ չունեմ մշտական բնակարան, որպեսզի իմ երեխեքս ապրեն միջում։ Բացի դրանից, մի քանի օր դրանից առաջ ես ելույթ եմ ունեցել, որ սեպտեմբերի 11-ին իմ հանդեպ ոստիկանության աշխատողները իմ անչափահաս երեխեքի դեմը բռնություն են գործադրել, մարմնից տարբեր մասերին հարվածներ են կատարել։ Դիմել եմ գրավոր ձևով դատախազությանը սեպտեմբերի 14-ին։ Մինչև այսօր դատախազությունը այդ գործին ընթացք չի տալիս։ Ձեռքերից վրա մարմնական վնասվածքները, որ ոստիկանները հասցրել են, սպասում եմ, որ այդ սաղ մաքրվի, նոր իմ հաղորդումս համարեն սուտ։ Ինձ ուզում են դուրս անեն սուտասան։
ու բազմից անգամ եմ ես դիմել Արցախի հանրապետության, թե մարդու իրավունքներին, թե դատախազությանը, թե ոստիկանությանը ու տարբեր տեղերից միշտ ստացել եմ մեժման պատասխան եմ ստացել։ Դրա համար ես գտնում եմ բռնում, որ Արցախի հանրապետությունը չկա ոչ մի ձևի իրավասության սահմաններում ոչ մի հարցի լուծում։ Այդ պատճառով ես այս երկու օրը իմ անչափահաս երեխեքիս հետ լքում եմ Արցախի հանրապետություն։ Շնորհակալություն։